Արա երկու կողմից դու խոսա։ Ժամանակը չբացեց։ Ժամանակ մի դու գնալ Նիկոլի ժամանակից։ Արա։ Անտանոր արա։ Երկու կոպեկ փողում, ինչ Պրոշյանի համայնքապետն է և Պրոշյանի բնակչությունն է, պահանջում է չկրճատել տրանսպորտի քանակը և բողոքում է ուրեմն թանկացումների դեմ նաև, կրճատման և թանկացման դեմ։ Քանի որ իրավունք չունենք արդեն այս օրենքի այս մարդիկ կարան մեզ տան 5 մենք պետք է ազատենք Լրատվամիջոց է ժողովուրդ մենք հիմա մի հատ կառազանանք առանձին մենք հարցը կգնանք ոնց ենք անում այս ապահը մենք մեր հարցի լուծումը ոնց ջոգում եմ ստեպետի չտանք մենք մեր հարցի լուծումը ոնց կազերի հիմա կա Ներողությունին չեք պահանջում Պահանջում եմ տրանսպորտի նախարարին դաստեղ այդ տենդերի համար պատասխան տա։ Ինչ իրավունք ունի մեր երեխեքի ձեռքից, մեզ ձեռքից հացը թալանեն, թե մի քանի կոպեկ թոշակ եսանում են ու չկարողանան բարձրալ երեխեքին, որ գնան դասի գան։ Դրա համար նախարարը թող կա ինքը պատասխան տա։ Թե Պրոշյան համայնքի գիծը շահավետ գիծա դրա համար տվի Ծառուկյան Գագիկի։ Ի Ծառուկյան Գագիկը ով է, բիզնես ունի ինքը, շատ բիզնես ունի։ Եվ ինքը մեծահարուստ է, իր համար միևնույն է, ինքը թալանի վրա է նստել։ Ժողովրդին են թալանում։ Հարցերեք բոլորը, ես 3 հատ ուսանող ունեմ, ոնց է երեխեքին փոխտամ 1500 դրամ, որտեղ է ստամ 36000 դրամ։ Նաև կրճատում են, չէ՞ ոնց որ տրանսպորտի քանակը։ Ֆիզիկայի խաշմերուկից 150 դրամով մետրո 150 դրամով դասի։ Գնալ գալը, մի հատ դերերի վերաշկինուտի, որտեղ եք։ Հասկանալի է։ Թող կան ցուցակագրեն ուսանողներին, ովքեր սովորում են, թող ամսական տրանսպորտի ծախսը տան երեխեքին, թող երեխեքը գնան տան ինքն իր տրանսպորտը։ Հիմա ինչ եք պլանավորում անել այստեղ։ Պլանավորում են ճանապարհը փակել, բոյկոտել մինչև անգամ թող կա տրանսպորտի նախարարը եւ այդ հարցերը լուծի մեջ։ Շնորհակալ եմ։ 150 դրամն է արդեն ցավալի, զգացում է ժողովրդի վրա։ Այո։ Այլ 250 եւ կրճատեն ճանապարհը։
Ժողովուրդ բոլորը մայթի են կողմը։ Համակի ղեկավարն ասա դուրս եկեք, դուրս են գալիս, երկու րոպե Հիմա դուրս են գալիս, մեր պայմանավորվածություն եղավ 5 րոպե, մենք ես թողեցի, չէ՞։ Դուրս են գալիս, ժողովուրդ բոլորս են Դուրս եք գալի ճանապարհից դուրս։ Ճանապարհը բացում ենք, եթե որ չոչնդոտեն։ Բացում ենք ճանապարհը դուրս են գալիս, ժողովուրդ։ Արեք անցեք նախարարին խնդրում, կանչեք այստեղ։ Ճանապարհը ժողովուրդ բացում ենք։ Սեմ համացանցով ասեմ ինքով։ Այս ամեն ոստիկանական համակարգը։ Ոստիկանական համակարգ կա։ Իրան զորքերի հրամանատարը նախքին չասեմ։ Քիչ առաջ էլ քաղաքացիական երկու մեքենա ուղիղ ժողովրդի վրա էին քշում։ Ասամ Ուղիղ մարդկանց վրա։ Համայնքապետն է Պրոշյանի, խնդրեմ։ Արեք ժողովուրդ, տրանսպորտի նախարարին պահանջի ժողովուրդ մի քիչ էլ ներ։ Համոզման process է գնում համայնքապետի եւ բնակիչների միջեւ։ Խնդրեմ մտնեք այնտեղ, ասեք։ Ժողովուրդ ասեք մի հատ գիծը մի գծով բացվի։ Գծից եկող կանգնենք։ Բան չի բայց Մեզ ենք բացում Ինքը մեզ սովորացրել է այս ձևով հարց լուծել, մենք էլ լուծում ենք։ Ով է սովորացրել ներողություն։ Բարոն վարչապետը այս ձև վարչապետը ենք լուծում ենք, մենք հիմա ինչի ասում չենք։ Արձագանքը ուզում եք որ ճանապարհը փակվել, լսել եք։ Բարի հասցե։ Հազիվ դուրս ենք եկել, սովորացրել։ Ես հարցը երկուսից ավել է, հարցրացված է, ինչ է արվել, համայնքի կողմից ինչ է արվել։ Հեսա կասեմ, ասեմ համայնքի կողմից ինչ Մեկ ամեն ինչ ձև Ուղղակի տարածքային կառավարման համապարակցություն քննարկում ենք։ Մեր այնը հասանելի է եղել կառավարություն։ Այսինքն հարցերից չէ։ Բայց պատասխան չկա, հա։ Որ արեցիք ես։ Հա, արեցի։ Նա ինչքան լրատվություն աշխատում։ Այնը հասանելի է եղավ։ Չէ, դե իսկ կուլտուրական դեպքում Իհարկե սա ճիշտ չի։ Բայց Բայց պարոն Գաբրելյան, ժողովուրդը վատ բան չի անում։ Են չի չացին ավտոբուսից։ Ժողովուրդը ասում է, չէ՞ որ մեր վարչապետն էլ է այս ճանապարհով ընտրվել, ինչ եք մեզ խանգարում մեր իրավունքների համար պայքարել այս ճանապարհով։ Քաղաքականացրեք։ Մենք 25 համարն ենք ուզում։ Լավ, էսի հարցի լուծում չէ, բա ո՞րն է հարցի լուծումը։ Էսի հարցի Մեզ պետք է որ մեր ավտոբուսը չհանեն։ Ձայնը առանց լսել էլ չհանեն։ Մեր ձայնը չի է լսվում, սա չկա էդի։ Մենք չենք
Գանգելով դոկատա։ Ասես հավատան եմ։ Հիմա որ ճանապարհ ավտոյի մեջի հիվանդը, որ պետք է հասնի հիվանդանոց։ Իսկ կանգնել, ճանապարհը դու երթևեկությունը բաց լինի, հաստատապես բոլոր անձնողները կտնան, որ ինչ-որ մի բան կա, որ հավաքել։ Մարդիկը կգան։ Չեն կա։ Վերջում լավ ասիր երևի։ Հարց եմ տալիս, դուք տեղյակ եք, ձեր տրանսպորտները։ Դե մենք ճանապարհ կփակենք, որ աշտարակցին էլ տեղյակ լինի, գյումրեցին էլ տեղյակ լինի, ու մյուսներն են։ Եթե մենք հիմա ճանապարհ ենք, բացում ոչ մեկի տեղյակ։ Դուք չթողեցիք, որ մենք մեր ձևով մեր ձևով։ Լավ ժողովուրդ, ես դարած եմ դժտամին։ Չէ, Ես դուք գիտեք, բոլորը գիտեք, որ ես ձեզանից մեկն եմ։ Բոլորը գիտեք։ Ես եմ ձեզանից կանգնած։ Ես չեմ թողում, ես այդ ամենը հորդորում եմ ասում ես բաց խալան։ Երկու տրանսպորտ բրտնի, ով ուզի, ուղղությունը մողի, ով է, չէ, դով է 25-ը մնա։ 25-ը Ժողովուրդ, ես ասեմ սա ճիշտ է։ Տես բան ես։ Վահե ջան, ոչ, համայնքապետը ՔՊ-ից չէ, նոր ասեցին։ Ավելի վատ ավելի վատալու, իսկապես եմ ասում։ Ոչ մի հատ լավ բան, ամեն մեկ իր Հայաստանի, ամեն մեկ իր տենդերի, ժողովրդի մասին ով պիտի մտածի։ Լավ հասկացանք, ես ասել չի գալ 25-ը չանվի, ինչ ուզում են անեն, տենդերը շահել, ինչ շատ դա իրաց դոքով օգտվում են, օգտի համար է։ Մշտական խոսում են, որ ժողովրդի համար են այս ամեն ինչը։ Ժողովուրդը դեմ է, դե թող քիչ դամանալու ժողովուրդը։ Եվ ոչ մեկ չի մտնում, եթե մտնում Մեր 25-ն է ձեր տալու, թող մեր օգտի համար թող երկու տրանսպորտ մտնի, երեխեք ջան, երկու տրանսպորտ մտնի, այդ 25-ը շարժում են չեն կարող, գյուղ չի համայնքը, գյուղացիները իրանք Շատ կուլտուրական, գրական, ամեն ձերի սպասարկում է, ինչ են ամեն ես ժողովրդի դրխիքների ժողովուրդը, ժողովրդի մասի մտակող չկա ժողովուրդը, ոնց հանենք ես երկու ծաղթենք, թողենք, գնանք ինչ հանենք, ոչ, ես իմ ելգինը սիրում եմ, իմ ելգինը պտի մնամ, պտի պայքարում նոչը ձեր ու ապրեմ, իրանք ուզում եմ գնալ չէ, հիմա նորից դրեցի մեկ լեսի Ամեն տեղ ժողովրդին սեմացնում են, ամեն տեղ ժողովրդին ստորացնում են, ինչքան կարելի է համբերել։ Հիմա ինչ անենք որ հեսա
Ես էլ եմ ասում, մենք ոչ մի քաղաքականության հետ կապ չունեցի։ Ընդհանրապես ամեն ժողովրդի ամեն մեկի ընտանիքի հարցն է։ Միանշանը։ Եթե պիտի սենց լինի ճանաչեք եք կոտակի, թող մեզ ընդհանրապես հանեք կոտակի մասից եւ մտեք քաղաքային։ Ուրա մեր մարզպետը, մեր հարգարժան մարզպետը, սա յուղի վերաբերվող հարց է։ Բա թող գա մի հատ կանգնել ժողովրդի կողքը։ Մարզպետը ընտրում ես ու վերջ, այդ մի օրն ես տեսնում որ գալիս են Ախր ինչի մասին է խոսքը միջև մեր բողոքը չի եղել մեր էջում պրոշանցին տեղակ չի եղել ես էլ եմ դուրս ագալիս ամեն օր աշխատող ենք 20 տարի առաջ Հազիվ կրծան գարուտ նաշորցից, կզած է չեմ կզած դալում է։ Ես սկզբունքով են շարժվում, այս սարնիմն է, Ծառուկյան ջան, ինչ ունես աստված քեզ որ ասում է, առաջ վայր քո ժողովրդի համար ապրի։ Ես մի տրանսպորտացիա մի օգնվի, այդ գնա ուրիշ որ իրա որոշումը չի եղա չաղնարան։ Ոնց կարող ես բան։ Քաղաքային 1.5 կիլոմետր։ Եվ 250 դրամ վճարը։ 1.5 կիլոմետր։ Լսի ասում եմ երկու տարի բարոյ աշխատած 114 բարոյ պրոշանցին չի վերցած Ոնց է դրա բարելավում։ Մարդիկ դեմ էին 50 դրամների ավելացմանը, իսկ 100 դրամ են սարքում։ Ես 6 կիլոմետրի համար 2 դրամ տակ ուղղակի ունեմ հասեք ֆիզիկայի խաչներում ու մենք չկանգնի ֆիզիկայի ծրագիրը որ գծեցին, այդ դաշտը որ դա ինչ հաշվի առած ձեր ադրեսը։ Իսկ ես գնա ֆիզիկայի խաչը Չէ, գուցե ցես անդրի։ Չէ, ես դագոնն է։ Բարև, դու էլ ես եկել ճանապարհ փակես։ Բավարիները խդել նման։ Կամ ինչի՞ դու դեր աշխատում ստեղ, հա։ Ռայշնիկի։ Ինչ եկեն ստեղ, հա։ Պահանջով ուրիշին ես դեմ ասում, ուրիշը քիչներ ասես, հենց ես քո պահանջը չի կարելի։ Հեմ կարող գնամ։ Չէ, ավտոյի տակ չի կարելի գնել։ Ավտոյի տակ չեմ։ Ինքը չի կարող ավտոյի տակ։ Դե այս հատը տոնեմ չի կարելի, ավտոյի հավասար գալիս է։ Որ ինքը չմնի ավտո։ Всё, ապրես։ Այո։ Հիմա ասես ժողովուրդ։ Իմի մեկ եղավ որ զանգի վերխուշկա ասի որ ժողովուրդը բողոք։ Հիմա դրա համար ես ասում եմ եթե այդեցա Գորդի մի մաս ասում արեք ախր ոչ քաղաքականացնես որ հենց էսի քաղաքական հարցը հենց այդ քաղաքական ներկայացուցիչներն են ժողովրդին այս օրի հարցը Սերգո Ահա դու ես ախպերեսի չի ինքես հիմա սպային հալես քաղաքական է եթե մասաներ օրս արվեց հիմա լիքը ձևերքան բայլեր
Պարոն փոխգնդապետը նկարվել չի սիրում։ Կանջու։ Իրանց օգտի համար ամեն ինչ ան մեր ժողովուրդն ուզում են կոտորել, չի չեն կոտորել, հիմա էլ նորից կոտորում են։ Որ սուսանող ունեմ, ես որտեղից կարամ հասնել։ Մի հատ հրաշք ունի Հայաստանը, սաղ տենդերները շահել է։ Ուշակնել ինչ եմ Թոզակստանում, որ ես Իսկ ինչ են թույլ տալիս, որ տենց բան լինի, այդտեղից պետք է սկսենք։ Տրանսպորտի նախարարին։ Թող ասте պատասխանի։ Արալե թեմուր իշխանի տղեն է, իխոյի տղեն է, լազաբատ հանգստանի։ Թեմուր! Ռեկայնի։ Լարիստ է, լարիստ է։ Հա, ասնավանի չի, ոստիկանի ասած, հա, դրա համար են ծիծաղում։ Գնացինք ասում է ոստիկանի ասած ասնավանի չի, կվուր չի էլի։ Վայ, հայեր, հայեր, վայ։ Համայնքապետն է նորից եկել, հա? Տեսնեք ինչ ասում։ Ես ասում եմ, ես իմ ժողովրդի հետ եմ։ Ես գիտեմ որ դուք մեզ հետ եք, բայց դուք լավ գիտեք։ Ժողովուրդը իրար միակ ձայնը, այս նրա հավաքել ասում։ Տեսնում ես ձայնը հենց հիմա հասանելի է դա, այո։ Հասանելի դա, մենք շատ Ավելի շատ բան տարբերակով են, որ եթե մենք ոչ եթե ոչ մեկավարի, մենք
Ասկակնացությունը շատ մեծ է Գաբրիելյան ջան։ Այսօր դուք տեսնեք, եթե դուք բոլորից լավ եք տեղյակ, թե ինչքան բնակչություն ունի Փրոշյանը։ Դե այսքան մարդը, այսքան պահանջը մի բան է։ Երբ պահանջը համար մնա, իսկ եթե իրան վերում իրանց Ավիլանց թողի չեն բերում, համարը չեն բերում։ Լավ, համարը չեն բերում։ Իսկ եթե հակառակ դեպքում Գաբրիելյան ջան, եթե որ կգա այս ավտոբուսներ, ուրեմն մենք 25 համարի գիծը վերցնի ու իր գնա։ Մենք պահանջը մատ իմի են բերում։ Մի բան է, չէ՞ ես պետքա որ մեր հետևեկների տրանսպորտը 25 համարը, որը գնում էր մինչև Մանումենտ, հա։ Չէ՞ այո, զայթուն։ Մեր պահանջն որ դի մնա որ չէ։ Ես մի պարտադիր կասեմ, բոլորը են Մեր պահանջը ասել են կառավարություն ժողով։ Դրանով Պատասխանը քիչ է։ դեր պատասխան չունեն ժողով։ Բա ինչի՞ է պետք։ Հիմա մենք ես չգիտեմ ինչ ալինեն։ Հիմա մենք բոլորը հավաքվել ենք որ այս բարձրացնենք այս հարցը, չէ՞։ Չկա այդպես պահանջ, մեր պահանջը 25-ի մնալն է։ Թող պատասխանը տա։ Թող մեր բանի պատասխանը տա, քիչ են տանում։ Այս 6 կիլոմետրի համար։ Այս ի՞նչ է նշան։ Այսինքն այդ նշանակից ավտոբուս բերեք յուղը։ Գաբրիելյան ջան, մի հատ ուզում եք հասկանալ։ Ես հավատանեմ, ես նույնիսկ կրկնում։ Համար։ Ես գնամ իջնեմ, ֆիզիկայի խաչմեր դրամ, ինչի համար։ Ես Համարը դե ավտո տրանսպորտը չունենք, համարում ենք չունենք։ Այդ ի՞նչ է մտածել այդ ասենք այդ ուղղությունը, այդ ի՞նչ է։ Համարը դա չունենք։ Մենք բարձրացնել մեր բողոքը բարձրացնում որ 25 համարի տրանսպորտը դուրս չկա, չէ՞։ Հիմա մենք մեր ձայնը բարձրացեցի, համապատասխան մարդիկ լսեցին։ Բացի ինչ լսել են։ Մենք գրավոր դիմել ենք, անկեցեմ ասել։ Դերդ եմ ասում, արեք բոլորը սպասեն պատասխանը։ Աշխատող մարդիկ են, խասի մի հատ նորմալ բան ա եղել։ Թող ժողովուրդը 4 կամ 5 օր առաջ։ Չէ, Գամերյան Վալենտինան բոլորի ստորագրությունը։ Այդ դիմումի մասին եմ ասում։ Այդ 4-5 օր առաջ ուրբաթ օրով է գնացել, երևի 10 օր։ 10 օր։ Ուրբաթ օրը ուղարկել եք, ես ասում։ Հիմա լայվի մեջ չեմ կարող։ Գնացել է 10 օր առաջ գնացել է ու դեռ պատասխան չի եկել ու դուք ասում եք գրեթե Ես դες բան եմ ասում։ լավ չէ։ մենք ենք համոզված։ Ես կառավարության փոխարեն չեմ կարող ասեմ ինչ բան։ Ընդունում ենք, որ դեռ պատասխանը չի եկել ու կարող է մի շաբաթ որ չգա ու դուք ասում եք բոլորն ասում 25 համարը չի գնացել։ Այս ժողովուրդը ինչ է։ Հիմա մեր ժողովուրդն էլ հավաքվել է, որ բողոքի ձայնը բարձրացնի։ Դրա համար այդ ենք անում։ Մենակ այդ ենք անում։ Մենք մենակ այդ ենք։ Համարի գիծը մի հանեք Փրոշյանի։ Այո, Հիմա հավաքեցին, ասեցին։ ով լսեց մեր ձայնը, ով կարա ասի։ Դուք չէ շեշտեցիք։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք, ինչ որ մեկը կա լսելա որ արձագանքի մեզ, մեր լսածը, մեր ասածը։ Ես ասում եմ այդ դիմումը տեղը հասել։ Իդեպ գնացել է, չերես մարսպետարան։ Ուղղությունը չգիտեմ ոնց է գնացել, բայց տեղը հասել։ Գնացել է, այո, գնացել է, չերես մարսպետարանի միջոցով, հասել է վարչապետի։ Էլեկտրոնային է գնացել։ Այո, գնացել է, բայց մարսպետարան։ Հասել է վարչապետի աշխատակազմ։ Այո, Սպասենք պատասխանին, հարգելիներ։ Ապա քաջալերը խեմ մտցնում պատասխանը չէ։ Գաբրիելյան ջան, միջև պատասխանը գա, միջև պատասխանը գա։ Այս գիծը մտնա Փրոշյան, էլ դուրս չի գալու Գաբրիելյան ջան։ Բայց գիծը Երկու շաբթի կտեսնենք, երկու շաբթի կտեսնենք։ Իսկ այդ գիծը որ եկա, էլ մենք այն որ ասма, այսպես գյունն է տանք իրան։ Հա, հիմա ես նորից ասում եմ, Գաբրիելյան ջան։ Եթե մեր պահանջը որ 25-ը մնա, չէ՞։ Ուրեմն 25-ը այ երկու շաբթի օրը մեջ չլինի, որ մենք այսպես առավոտել ենք ու տեսնենք 25 համար չկա։ Բա հետ եկա մեջ։ Դրա համար այսօր բանից մեր ձենը հասնի չանի մենք։ Անիշտ է ապրում։ Մատը կառավարությունը 25 աշխատում շաբաթ կիրակի է, մարդ Թող այո, թող աշխատի։ Թող այնքան 25 համար աշխատի միջև պատասխանը։ միացել է։ Ուսանողների 80%-ը ես ամեն օր աշխատող եմ, կոմիտաս եմ գնում, 80% բարեկամացա մետրո է այջ։ Ամբողջ ուսանողությունը։ Ես ուզում եմ Այդ ուսանողը մենակ չի գնում դասի, այդ ուսանողը պրակտիկայի է գնում։ որ իր գյուղի եկեք ձրի գնան իրանք ուսանողների տեղ ուսանողները Կարողանիշ կապում ես։ նա իր գիծը չեսի։ Որը գիծը, այս որ պիտի գա։ Մուլտիտրանսը։ Հա, Մուլտիտրանսը։ Իրանը չի լավելի ախր բոլորին է հայտնի Իրանը։ Նա մեկ առնում է։ Իրան ապագան այո։ Ես ուզում եմ հասկանալ, այդ գիծը որ գծել է,
Այդ համուսալողը ո՞ր է գնալու։ Մենք խոսում ենք 25 համարը դուրս գնալու մասին, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Այո, Արեք իրենց անենք, մտածեք, ոնց ումը խնդրեք, ինչ անենք, որ 25-ը դուրս գնա։ 80 շատ է, չի, շատ է ուզում։ Ես նորից եմ Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում։ Ես նորից եմ ուզում Հարցերից կերես պարտասի Դե գյուղի ժողովուրդը շատ են աշխատում։ Ես դες եմ բանակցել եմ, ասել եմ 200 Բոյկոտում էին։ Մեծահարուստ են, չէ՞, բոլորը սա մեծահարուստ են։ Այդ բարուջը 150 դրամ պետք է որ հասնեն 6 կիլոմետր միջև։ Որնակարի ճիշտ հասկանում ենք, բողոքում ենք ուղևորցի դեմ թե Նաև ուղևորցի դեմած։ Արեք նա հասկանան, ոնց են կանում որ պահպանվի։ Հապուկության դեմ ենք մենք ճիշտ է։ Շատ գումար դեմ ենք։ Անգ ասել են, կներեք, միացա։ Հիմա եթե ասենք ասված չանի 25 համարը դուրս գա։ Քաղաքացիները ինչպես են այդ մուլտիտրանսի ավտոբուսով վերադառնալու աշխատանքից։ Քանի որ վերջին ուղեգիցը դուրս է գալիս ավտոբուսը 19:30։ Ինչպես Պրոշան համայնքից մենք գիտենք բավական արագ զարգացող համայնք է եւ համայնքի բնակչության մեծ մասը աշխատում է Երևանի կենտրոնում։ Ինչպես դիտեք։ Ես դարձի ասյատները ես Դուք որպես համայնքի ղեկավար նաև Ես համայնքի ղեկավար, դուք եք վարչական ղեկավար, ես եմ բնակիչների կողմից եմ, իրաց կողմն եմ, ես եմ իրաց Իսկ ինչ եմ Այո, շատ կարևոր հարց է այսօր բարձրացնում։ Այս բնակչության հարցն այո։ Մեր հարցը արդարա, մեր պահանջը միակն է, որ մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր գյուղի բնակչությունը դրա համար ավարտել։ Մենք ոչ քաղաքական թեմա ունենք, ոչ ղեկավարություն, ինչ որ մի բան պահանջում պարզապես մեր 25 համար տրանսպորտը չհանդի։ Ընդամենը մեր ցանկությունը դա է։ Միակ ցանկությունը։ Մեզ ոչ իրանց վերանց տրանսպորտի ուղղությունն է ձեր տալիս, ոչ գումարն է ձեր տալիս, ոչ իրանց վերջի ասել եմ, աշխատում են կոմիտասում, իսկ ժամը 7:06 իրանց տրանսպորտի վերջի բանը, ուղղությունը վերջի ժամը 7:06 աշխատանքային օրերին, շաբաթ կիրակել կարող չաշխատի։ Այո, դե այնա դե մտածեք։ Շաբաթ կիրակել ես մի սատի գալու գա։ Են ոչ երկրի ղեկավարից են խոսում ոչ ախր այդ երկրի ղեկավարն է քեզ այստեղ հասցնել Մենք չենք դուրս եկել երկրի ղեկավարից հասկացա մենք այսօր պայքարում ենք մեր տրանսպորտի համար բայց մեր տրանսպորտի այս հարցը հենց էդի է արել Տրանսպորտի նախարարը ես հարցի լուծում տա Ընդհանրապես էսա Մեր հարցի լուծումը Երկրի ղեկավարից չենք եկել դժգոհել այս պահին Դե մի թե ինչ թեմաներից են դժգոհական Մենք թեման միակ այսօր ենք մեր տրանսպորտի Իսկ եթե իրանք ժամանակակին են Երևանը իրենք հրաժարվում Այս տրանսպորտը մենք 25 Եթե էսի մարդինն աշխատա, քաղաքապետարանը անօրինական մտել ամուսին։ Ո՞ր չեմ մտել եթե մարդին։ Այս սարնիմն է, սարնիմն է, հերիք հայ ժողովրդին վզին ամեն տեղ խփեք ժողովուրդ ջան, թողեք այս մարդիկ աշխատեն։ 20 տարի քրվեցինք մենք Արտաշչորսի ձեռը։ Հիմա Արտաշչորսի ձեռը հիմա եկավիսի։ Մարդերի կառավարությանը տրվի։ Հայդա կապիտալանը ո՞ր չեմ մտել, անօրինական։ Դե իդի եթե մտել ախիան։ Ոնց եք պատկերացնում այս պայքարը, ոնց է լինելու։ Եթե ձեր հարցերին լուծում չտրվեց, ոնց եք պատկերացնում այս պայքարը։
պիտի պայքարենք ինչեւ մեր։ Երեք հակերակ է ժամ։ Մենք ասում ենք, եթե որ իրանք իրանց այդ տրանսպորտը բերեն, ուրեմն դրա հետ զուգահեռ կանա նաև համը 25 իսկ եթե չէ, ուրեմն մենք բոլորս միահամուռ դեմենք այս նոր վերված Ամենքի տակը պատահակ կա, ամեն ինչ կա, որ մասին պետք է լինի դեկը ժողովրդի մասին մտածել, լավ չեմ հասկանում։ Հիմա լավ, ժողովուրդ, եթե դրանքը չբավարարեն, ձեր հետագա անելիքները։ Մենք միշտ ծայրահեղ պետք է ճանապարհը փակենք։ Ուրիշ երախություն եմ խնդրում։ Ուրեմն հարգելի ժողովուրդ, հարգելի պրոշյանցիներ։ Հենց նոր ուրեմն տրանսպորտի փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից եղել է առաջարկ երկու շաբթի առավոտյան։ Ես մեկ կլինեմ եկել պրոշյանից մի 4 հոգի։ Հեսա կորոշենք ովքեր են, գնալու ենք տրանսպորտի փոխնախարարի մոտ հանդիպման այս հարցի լուծման համար, եթե այս հարցի լուծումը չկայացրեցին, մենք արդեն կդիմենք այլ միջոցների։ Մենք առաջարկում իրենք գան այստեղ։ Մենք առաջարկում ենք։ Ես հենց հիմա ասեմ թող փոխանցեն։ Ժամանակ ասում ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդը Համաձայն եմ ձեզ։ ժողովուրդը ձեզ է պահում։ Համաձայն եմ։ Եթե 5 հոգի գնացին, բոլոր հարցերը չեն կարող։ Ալերավա թող ինքը գա։ Ինքը դու գա։ Չի գա։ Հոգան հասնելս եք մեկ ժողովրդի հարցում։ Դեր պահանջը հիմնականում նախարարի ներկայացում։ Կենտանի նստեն կանգնեն խոսել են։ Այդ հարցին վերջնական լուծում։ Ոչ մի պաշտոնյա չի։ Որն է ձեր պահանջը, կներեք, ասեցիք մինչև Ասել մի նորմալ տրանսպորտ էր մտել այստեղ։ Լծված ժողովուրդը մի կեր հասնում է աշխատանքի մտնում է երկրորդ տրանսպորտը թող մտնի որպես երկրորդ առանց 25-ի այս ժողովուրդը չի կարող հնարավոր չի Եթե լուծում չտրվի առումով եւ գումարի առումով մենք ինչ աշխատավարձ ենք ստանում որ մենք պետք է մի հատ նստենք 250 գնանք ուրիշ տեղ նորից ընդերից ուրիշ համարով Իսկ եթե ձեր հարցին լուծում չտրվի, ինչ եք մտադիր անել։ Չորսը հատ թորն ունեմ ուսանող, ինչքան դուար պետք մենք ունենան, որովհետև հասի գնան դասական։ Մոյով թորնի բինել, պետք է անսպայտան հավաքեցնենք սենց գնաշարի եմեու։ Սա ինչ դրս։ Միակ լավ պահանջը աշխատը շարունակի աշխատել 29 որը շատ երկրորդ անգամի բայց դուք չէ այդ երկուսի դավերաբեր ես խոսքերն էի դուք չէ Շատ լավ, շնորհակալ։ Իման դարձնում, գրի։ Հա։ Իմ աչքին ցանկի երանա, ոդան տրանսպորտների այդ բարիքին դրանք տամ եւ ոդում գա։ Մի հարգելու ապակի մասը լավ չէ շփոթել դավաճին վրա։ Այս հարցը ո՞նց կլինի։ Իրար խոսակի Բարան ասանքալ դրա։ Ո՞նց պասան։ Ոչ մի։ Կընտրում եմ։ Ո՞ր ժողովուրդ մասին իբրի։ Մտածել ժողովուրդ մասին։ Այս ժողովուրդը մերկո։ Դա բոլորը ամառը, բոլոր։ Ահա, որ եկել է գործի գնալ եկել։ միակ լավ բանը Ուրեմն երկու ժամը 5 իրոք բրեժան կներես էլի ցավը տան երկու շաբթի ժամը 5-ից Փոխնախարար Արմեն Սիմոնյանը ու կառավարության որոշ անդամներ իրոք էլ լսել հիմա որ ասենք հարց կա ես ձեր հետ կանգնեմ մեկա չեն գալու
20 հոգանոց խումբ իրենք դալիճում տարբեր ոլորտի իրանց ներկայացուցիչները գտնվելու են դալիճում կառավարության ներկայացուցիչ, տրանսպորտի նախարարությունից, տարբեր ոլորտներից։ Մենք մեր ժողովրդի այդ 20 հոգանոց խումբը կընտրենք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք տրանսպորտի հետ կապված, գների հետ կապված, այն դուք որ ասում եք քաղաքին մոտիկ եք, մարզից անեկյացնեք քաղաքի հետ հարցեր, բոլոր այս հարցերի շուրջը, սա ամենաճիշտ որոշումն է։ Մենք հիմա ինչ էլ անենք, սա շուտ է լինելու։ Շաբթի եթե եկավ այդ տրանսպորտը, մենք ոնց ենք Լեսի, այդ տրանսպորտ մենք դրա արեք դրան դնենք թող մի օրը գա, ոչինչ, հաշվենք այդ մի օրը։ Հետ եկավ։ Մի րոպե ախպերս իսկելու։ Այդ մի օրը ուրեմն լսեք, մի հատ լսեք։ Դո պրոշանցի։ Մի րոպե, դո պրոշանցի տաս երկու շաբթի։ Հա, երկու շաբթի էնա։ Մեր համայնքապետարանը երկու շաբթի չի գա։ Դեր։ Հա, չի գա, մենք կգնանք յուղապետն էլ մեր հետ լնելու։ Մեր 20 հոգանոց խմբով մենք կգնանք, մեր բոլոր հարցերը կբարձրացնենք։ իսկապես 20 հոգի ինչ է։ Ես եմ ուզում որ գա, բայց հիմա քանի որ այս վիճակն է, արեք էսի հորոջան։ Դու էլ մեր հետ կգաս ախպեր։ Հորոջան, արիս է տանեք։ Այսօր ոչ մեկ քեզի ոչ մեկ չի լուծելու։ Նախարարը իր կաբինետից ելնի կա։ Փոխնախարարը հիմա իր տունը պարկա շայա։ Հենա պայմանավորություն ձեր բերես։ Տրանսպորտի փոխնախարարի։ Կարին ջան, էսի ամենաճիշտ որոշումն է։ Արեք գնանք։ Մի քանի հոգի որոշեք ովքեր։ Հեսա կորոշենք։ Յուղապետարան նստենք քննարկենք ինչ են կարելի մեր անելիքը։ Որոշենք պայմանավորված ժամին գնանք հասկանանք ինչ են կարելի։ Ահա, ժողովուրդ, էսի մենք երկու շաբթի օրը եթե մեր պատասխանը չեղավ, եթե չեղավ, Գույթագրման այս բանի համար այս ժողովուրդը բողոքել յուղապետը խոստանում է, որ գազը չի մտնելու հաշվապրոշը։ Ես նա տեսա խոսեմ ասում։ Հովոջա, այսօր չես ուզում լսես։ Էդի մենակ տվյալ այդ Արմեն Սիմոնյանը որ կա, տրանսպորտի փոխարոն։ Կառավարության անդամներ Այս պահին Պրոշյանի բնակիչները պատրաստվում են, կանայք պատրաստվում են փողոցը փակել, նաև ոստիկանները խոչընդոտում են բնականաբար։ Բնակիչները ճեղքում են ամեն դեպքում ոստիկանների պատը եւ փորձում են փակել ճանապարհը։ Ահա այս իրավիճակն է այս պահին դեպի Պրոշյան տանող ճանապարհին։ Մենք շատ դիտասաբար շատ
Հետ չեք ետում առաջ արեք։ Այստեղ պատերազմը չի լինի։ Հոդան մեզ լսեք, իհարկե պետք է բացենք, բասա մեծ մագիստրատ ուրախությունը չի։ Մեր բարդությունից ուզենք մեզ ուշադրություն դարձնել։ Ընդհանրին էստեղ հանգիստ, թողեք մենք ինչ ժողովուրդը տեղյակ չի։ Ինչ են տրանսպորտն է փոխվում, ժողովուրդը տեղյակ չի, որ ինչի տեղյակ չի։ Նախարարը տրանսպորտի թող գա տեղեկացնի իր ժողովրդին։ Մենք մեզնով ենք տեղեկացել։ Հիմա աստուծի։ Սենց, չերես ինչ-որ մենք, ոչ, վարորդներով ենք տեղեկացել, այդ մյուս վարորդից, որ պիտի գիծ մտնի իրանից ենք տեղեկացել, ոչ մեկ մեզ չի ասել, մենք էլ հոտ Ռոշյանի էջում տծում ենք, Ռոշյանի նույն ձև նորից եմ ասում, հետևում կանգնած աշկարակցի չգիտի, որ իրա տրանսպորտ Հիմա հող մենք լինենք պատճառ, որ իրանք մեկը դակայնից է կուզինի չայդարանի, որ տրանսպորտը փոխ։ Չէ, լիքը գիտեք ինչ կա, Արաբաստի կանջան, ինչի միջև է չի։ Մեր բողոքից հետո նոր իրանք որոշություն Շատի լսի։ Ոստիկանները խորհուրդում են ճանապարհը բացել։ Մենք տեսնում ենք, որ նաև մեքենաներով են փակել ճանապարհը։ Ահա, բնակիչը, բնակչուհին ավելի ճիշտ, փակել է ճանապարհը։ Ինչ? Չեմից դուրս եկեք, խնդրում եմ բոլորը Արի արի դուրս տալիս։ Գումար այստեղ տղեկ ջան որ խնդրել։ Ուրեմն այս արեք իմացած։ Քուր առաջ գնաք արի։ Անգետ խոսում եմ ֆուտբոլը բայց իմացած։ Ապա մի բերքիլան դե։ Ոչ հերու գնացիք, խնդրում եմ ժողովուրդ տեղ տվեք առաջ ինը գարեք արի առաջ իմ ոչնի մասին իմը կարծում արի առաջ ոչն է Ճանապարհը շարունակում է մնալ փակված, այս կողմից եւս մեքենաները փորձում են փակել ճանապարհը, մենք տեսնում ենք նաև արդեն ժամանած կարմիր բերետավորներին։ Եվ չնայած այն բանին, որ եկավ տեղեկություն այն մասին, որ տրանսպորտի փոխնախարարը պատրաստում է երկուշաբթի ընդունել 20 հոգանոց պրոշյանցիների խմբին, սակայն բնակչությունը պնդում է, որ նրանք չեն հավատում, որ որևէ բան կփոխվի եւ իրենց պահանջին ուշադրություն կդարձվի, այդ իսկ պատճառով շարունակում են փակել ճանապարհը։ Ժամի 7-ը կողմ։ Դուք ձեր հետագա
հետագա քննարկումները շարունակում եք արդեն ընդհանուր կոլեկտիվ հիմունքներով համայնքապետարանում, որոշում է կայացում կոնկրետ ով է ձեզնից մասնակցելու, գույքագրվում են ձեզ ձեր հարցերը, որոնք պետք է առաջադրվեն կառավարության ներկայացուցիչ։ Օրինակ մեր ցանկությունը մեկն է, որ մեր մարզպետը գարեսոր էստեղ մեր հարցը լսել։ Ես նորից եմ ասում, մարզպետը տարածքային կառավարման անմիջականորեն մարմի աշխատանքի պետության կառավարման շարքերից է, բայց ինքը այդ հարցը կոպիտեն չի, դրա համար կա կառավարության կողմից նշանակված միավորված նախարարություն, նախարարության ներկայացուցիչը փոխնախարարը, ձեզ ընդունելու է 5 անցից, իր ղեկավար կազմեն ոլորտային ղեկավարների հետ միասին։ Զուտ են ինքնանպատակ, մարզպետը պետք է գազ տեղ, չգիտեմ Չէ, գոնե ինքը իր ժողովրդի մեջ մտնի, մի հատ այդ ժողովրդի հոգսը լսի, ինչի համար ենք մենք մարզպետ ընտրել վերջապես։ Արգելիս, մենք ընտրել ենք, որ այս նման օրերին ինքը իր ժողովրդի փող կլինի, որ մեր ձայնը երբ թե ինքը ավելի շուտ հասանելի կդարձնի։ Ձեր համար ինչը չի բավարարում, որ հիմա ձեր հարցը հասանելի է, ձեր ընդհանրապես ձեզ պետք է հիմա շահարկեցիք, բայց ամեն դեպքում չէ։ Այդ հարցերը առաջադրել, քննարկել, բան անել։ Հիմա որ ինչ-որ մեկը գաստեղ այդ հարցը չլուծվի, եկեք կարանք մենք ժողովուրդ, այս հարցը պարտադիր ստեղ պետք է կանգնենք քննարկել, չկարա դեռ կանգնենք։ Եթե պետք է գնան ընդեղից կգնան։ Ինչն էր խանգարում երկու հատ տրանսպորտ որ աշխատել ինչն էր խանգարում որ մի մարդ դառնա Էլի թող իրանց տրանսպորտներ Առանցնել ինձ անմարդկային պայմաններով են գնում գալիս Այս իմ ներողություն, քանի որ գիտեք, որ ես արդեն ոստիկանության ծառայող եմ, հետևաբար այդ հարցը ինչ չի ուղղված։ Հասկանում եք, մենք միշտ օգտագործված ձևով երկու շաբթի օրը 5 անցկես գնում եք ձեր հարցը առաջադրում եք։ Բայց ինչի մենք գնում։ Շատ կնենք։ Մեկը պետք է խափեն ճանապարհեն, խափեն ճանապարհեն։ Երկրորդ հարցը չկա, պետք է խափեն ճանապարհեն։ Ինչպես խափել է 30 Ասա ամեն անգամ պետք է անեն Շամի 7-ից տրանսպորտը որ ասում են բոլորը անեն այս տրանսպորտի որ բացատրվում է մեր աշխատանքի հարկերով սահմանափակում են մեր աշխատանքը Եթե անգամ ամենակոմպետենտ տրանսպորտի նախարարն էլ գար, տկեն նախարարն էլ գար ստեղ, դուք ամեն մեկը տարբերն եք, ես խոսում եմ մի հարցի շուրջ, դուք լրիվ ուրիշ հարց եք առաջադրում, ես ասում եմ, որ ես կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանել, դուք նույն հարցը ինձ տալիս եք։ Ստեղ քննարկում չէ, ստեղ քննարկում չի կայանում։ Քննարկման ինչ են գալիս տեղ։ Ուղղակի մենք համոզված ենք, որ գնանք ընտրել, մեր ձայնը բարձրացնենք, այդ եղանակով լուծվում է։ Այ երբ որ կգնաք կտենաք ձեր հարցը չի լուծվել, այդ ժամանակ դուք խոսելու իրավունք էլ կունենաք, հիմա ենթադրելով ուղղակի այսքան ժողովուրդը, այսքան միակ բանը, ես էլ եմ ասում, այսքան ղեկավարություն էլ փոխվել, ոչ մեկս ոչ մի բանից չեն օգտվել, միակ տրանսպորտի հարցը։ Արգելիներս, երթևեկությունը գործում է։ Մենք հիմա քննարկանած ենք ստեղ հասկացա, բայց 25 ամառը այնտեղ կանգնենք, գնանք գյուղապետարանում քննարկումը շարունակենք։ Ո՞ղը թող 25 ամառը գա, միջև հարցը չորոշվի։ Միջև հարցը չորոշվի, թող 25 ամառը գա։ Ո՞նց լուծվում է։ Գրավոր ձևով կառավարում։ Բայց հնարավոր է աներերից, որ 25 ամառը գա։ Ինչպես այն ժամանակ, որ լծելով իրար գաց, իրիները ցավը տալի, ինչ ճիշտ ասեք։ Ժամը 10-ից 70, 60, 70 մարդ ավտոբուսը հեքտած գա։ Մենք լսում ենք ցավը տանը։ Ուղղակի մենք եկանք այս եզրակացման, որ այս ժողովրդի, այս ղեկավարներն է դա, այս սարնիմնա, ով ոնց ուզում է, այս ժողովրդին տեցե շահագործում է։ Այս է միակ պայմանը։ Իրանք ոչ մեկը չկա, տենց մեկը, մի հատ ոլորտ չկա, որ ժողովրդի մասին մտածի։ 25 համար տրանսպորտներ օգտվում էին, այսօր այսպես է ժողովրդի գլխի տեսեք ինչ ներողություն մի բան ասեմ, մեր պահանջը միակ մի բան է։ Մի բան ասեմ, կարող եմ ասել։
Ես Մուրադյան Սերգեյի հետ խոսեցի, էլի ձեր համանքի անդամը չէ։ Հա, գյուղացին է։ Այդ համագյուղացին է։ Մենք ձեր գյուղացու հետ ես խոսեցի, Մուրադյան ջան, հիմա մենք ես ինչ էի ասում, եթե մենք փորձենք ամեն մեկը ինչ-որ տարբեր խնդիրներ չկա, եթե այդ հարցերը նորմալ գույքագրվի հասկացան, ու հետո դուք վերլուծեք, երկու շաբթի օրը որ գնալուց եք, ասեք մեր գյուղում այսքան ուսանող է, այսքան աշխատող կա, այդ աշխատողներից այսքան այս ուղղության վրա, այն ուղղության վրա, մեր հարգարժանը ասում է, որ 75 համարը երբ որ գալիս է իրար վրա են լցված, որ խնդրում ենք, որ կարելի է այդ տրանսպորտը սենց կազմակերպել, որ այս ժամին այսքան հաճախականությամբ կան, հասկանում եք, այդ ամեն ինչը, որովը մեկը ստեղ ձեր հարցին չի կարա ոտի վրա պատասխանել։ Հարտաշորտ աշխատում են, 3 ժամ եկել գնում, գտիտները, գտնում են միանգը, գնում են Ես ասում եմ, ուզում եք խնդիր լուծել, խնդիրը հասկանում եք ինչումն է, ձեր պրոբլեմները տանում եք ներկայացնում եք։ Սանի գամարը դերեք, Երբ թե միակ լուծում եք ալնելու, չգիտեմ, բայց էլի չենք հավատում։ Բայց որ ներքից չի, որը լախմանան, չէ որ աշխատանքների հարցը մոչա, թող երկու տրանսպորտը եթե 25 ժողովուրդ հնարավորություն չունի, հիմա մենք քաղաքացիներ որոշում են ասում, մենք կառավարության գյուղում աշխատանք, արժեքների նամակներ աշխատենք, Չի որ առավոտը իրար գլխի լցված, ճզմված, բայց էլի գոնե գտել ես։ Եթե մտավոր սպան, միայն մարշրուտ։ Եվ ժամանակի մի աշխարհ հենց այդ բանկով անեմ ու անհնազանդության ակցիաները կսկսեն մենք դուք միջև նստածին։ Ժողովուրդը ճիշտ ասում։ Հիմա իրանք չէ, գիտեք, մենակ ժողովրդին չեկան ժողովրդի մեջ։ Ժողովուրդը հարգել է եկել է օրինակյանը։ Հիմա ժողովրդի պահանջը ներկայացնում են։ Դուք պետք է 25 համարը չանեք, պետք է ժողովրդի չեղաշարժը չկայացնեք այս կամ ուսանողներին։ 25 համարը չանեք։ Այս կամ այո, չմտեք մեր ժողովրդի դերպանը։ Մենք պահանջելու ենք, եթե մեր պահանջը չեք իրականացնելու, ասում եք չէ, նույն վարքյանը ես հեռախոսս կոնկրետ ես կարող եմ ասում, դուք եթե քաղաքը սպասարկող իմ ընկերներով, իմ կուսակցություններով լրիվի կհանեն ոտի, զաղնի կհելնեմ ու արդեն հենց քաղաքական հենց Բարավարության զիմացը պալատել խմեմ կնեսնեմ։ Դուք հարգելի չեք, մենք հարգելի չենք։ Մենք հիմա պահանջը մեր ներկայացրի, մենք այս հարցը պալատները կխփենք հենց կմնանք կառավարության երկու զսեք դրած սրասի պալատները հավաքել կբացեն։
բայց գիտեմ, որ ես ասում չէին խմել։ Արին, ես մի քիչ մի քիչ հույսկա։ Ինչի նորից Քեզ բան չի կպնում։ Մինչև ես հարցի լուծում չտարվի, ես խնդրում եմ 25 համարը հենց ունիքանից, հենց ես նայց հրանանտան աշխատում։ Լսի, հենց հիմա մեր հարգարժա բարոն գնդապետը կարգավորել է միջև նորմալ բան կա։ տրանսպորտի փոխնախարարի հետ մեր լուծումը չկարգավորել է։ Տրանսպորտը գործելու է 25 համարը, պարոն գնդապետը այդ հարցը կարգավորել է։ 25 համարը գործելու է, բայց եթե երկու շաբթի օրը մենք դրական պատասխան չստացանք, ժողովուրդ, հենց այստեղ պալատ եկեք խփում եք տռասին ու մնում եք ստեղ։ Համաձայն, եթե տենց կլինի, համաձայն։ Մինչև հարցի լուծումը 25 համարը պետք է աշխատի։ Իհարկե որ պիտի աշխատի։ Անպայման պիտի աշխատի։ Որ մի աշխատավի ես ոնց եմ մտնում այդ գործը։ Մի գնացեք։ Հաստատի ռոշյանցիները այս պահին հակում են երկրորդ ճանապարհը եւս ոստիկանները մարդկանց նորից հետ մղել դեպի մայր։ Ժողովուրդ, դիմա որոշում կայացեք։ Եթե մեր ուրը գնալու է։ Ժողովուրդ, խնդրում եմ հավաքեք մի հատ որոշման գանք, էլի։ Արեք մի հատ հասկանանք, բոլորս է ուզում ենք ես հարցի լուծումը, բայց հավաքեք մի ձևի, արեք ասեք մի հատ ես կողմը, Չնայած այն բանին, որ նույնիսկ ոստիկանության գնդապետն է ժամանել Պրոշյան համայնք եւ խոստացել մարդկանց, որ երկուշաբթի օրը իրենց ողորմի ձայնը կլսի տրանսպորտի փոխնախարարը, սակայն մարդիկ չեն հավատում եւ շարունակում են փակած պահել։ Հակապետական բաներ են անում, հակապետական։ Չեն էլ ամանչում։ Արև ձեզ։ Ինձ թվում է, որ այս ակցիան շատ տեղին է, շատ եւ արդարացի։ Ինչու՞։ Որովհետեւ ես որպես այստեղի բնակիչ շուրջ 50 տարի ավել ապրում եմ այս բնակավայրում եւ ղեկավարել եմ 33 տարի մանկական հիմնարկ մանկապարտեզ։ Այստեղ ոչ մի ձևով այստեղի ժողովուրդը իմ ձևով չեն կարողացել օգնել քաղաքավարի որևէ տրանսպորտից 37 տարի շարունակ եւ մարդիկ այն մասերը որ գալիս են աշտարակի տրանսպորտի այնուհետև փոխեցին այն արտաչոր խարաբար քրվանդակ գներեք բարերից համար հազար ներողություն այն ժողովրդի մեջ մտածական որ կախված մարշրուտկաներով գնում էին էլի ես որպես մարդ որպես կին եւ դասախոս 48 տարվա ամեն օր ունեցել եմ դաս Երևանի գույնում առավոտյան ուղղվել եմ այս տրասի վրա ներողություն եմ խնդրել դեկանից, ռեկտորից, որ գիտեք հեռու եմ ապրում չեմ կարողանում հասնել ներողություն բայց վերջապես
Այս լույսը շփտած, Պրոշյանի ժողովրդի 37 տարի հետո մարդկային քայլ կատարվեց։ Մեր իշխանությունների կողմից, թե չգիտեմ, մեր տրանսպորտի նախարարության կողմից, մենք այնքան երջանիկ ենք զգում, որ էլ չեմ կարող դա նկարագրել այդ չափը։ Հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սուրասկել այս, չգիտեմ ինչ ճանապարհով դերել այսօր դնել այդ տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս կետից ինչ-որ կարճ բեկետ, դա աններելի է, դա անընդունելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս բանեցին կհեքի անց կուսակալի աշխատանքին, որից երկուսը սիմվալի, երկրորդ կայքի, 1 կիլոմետր պետք է ճանապարհ գա, 1 կիլոմետր, չկրում է ներքևում է, հատ ներքևում է, որտեղից սկսվում է 29-ը և վերջանում է մանումենտում, չէ, մենք սկզբից ենք ունենք։ Բացառությամբ, մենք ոնց գանք հասնենք այստեղ հարյուրավոր երեխաներ, քաղաքի դպրոցներում սովորում իմ երեխաները ամեն օր կողմերս տնում են դպրոց վերադառնում, բայց ինչպես նրանք կարող են ամեն օր մենք այդ ընտանիքը ծնողի վիճակի է հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնա կրթվի վերադառնա։ Ծնողը Պրոշյանում ոչ արտադրական հիմնարկ կա, ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ, նրանք բոլորը կապված են քաղաքի։ Այս աղանը լիովին կապված է քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում, ինչ է նշանակում տեղական մարզային տրանսպորտի միջոց, ոչ, սա քաղաքային տրանսպորտից պետք է օգտվի ու որոշումը։ Ներողություն, իսկ ծրագիր ունեք ինչ եք անելու, եթե ամեն դեպքում ձեր բողոքը չբավարարվի։ Ոչ մեկը, ես ուղղակի պատասխանատու հայտարարություններ, ոչ մեկը այդ դրված ավտոբուսներից Չի օգտվելու, այո։ Միանշանակ, այո, չեն օգտվելու, մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը օգտվի, այո։ ոտքով կգնան, չենք օգտվի։ Ինչ թվում է, որ սա Պրոշյանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, գներեք ինձ, հազար ներողություն եմ։ Վերջ, սա է մեր վերջնական Մեր գյուղը հասա ինչ եք որոշում, հիմա ես չենք հրաժարվում, միանշանակ չենք հրաժարվում և շարունակելու ենք, և խնդրում ենք, պահանջում ենք այս կազմակերպության ով տրամադրել է տրանսպորտի միջոցը, Պրոշյանի ժողովրդի վրա լույս է եկել, հասկանում եք մարդը, ապրում է քաղաքացին, որպեսզի քայլի, որ գնա հայթայթի ապրուստի միջոց, բայց որտեղ հայթայթեմ այս Պրոշյանը, ես պիտի քաղաք գնամ գամ, ինչպես։ Այսինքն ես ուզում եմ հատ հասկանալ, թե 28 հարուցում հարցի լուծումը տալու 25 համարը մինչև այդ գործելու է, մինչև հարցի լուծումը չտրվի։ Ես տեղյակ չեմ։ Հա, հիմա մեր տրանսպորտի կառավարության որոշ անդամներ այս հարցի լուծման համար մեզանից 20 հոգանոց խումբ են պահանջել, մեր պահանջներով մեր հետա իրանք դալիճը տրամադրելու են, մենք գնանք մեր բողոք պահանջով, եթե չպահանջեն, ես մեր կարծիքին եմ, եթե չպահանջեն, իրանք մեր պահանջը չկատարեն, մենք հրաժարվում ենք այդ գազերներից և մեր ակցիան ավելի խորացված Այո։ Դու տեղյակ ես, որ 59 համարը քասախցին պայքարել է ու մնում է։ 59 համարը մնում է։ Քասախցին պայքարել է ոչ կուլտուրական ձևով ու մնում է։ Տրանսպորտա ջարդել ու մնում է 59։ 150 դրամ վճարելով ես կարող եմ երթևեկել 30 կիլոմետր քաղաքից այրից մինչև մյուս ծայրը։
Ինչի պետք է պրոշենքի բնակիչները ընդամենը, ասենք Երևան քաղաքից 2.5 կիլոմետր է պրոշենքը, այդ տոնանքով, մարշրուտի երկարությունը ըստ իրաց գրածի ասում է մոտ 10 կիլոմետր, ինչի պետք է պրոշենքի բնակիչը վճարի 250 դրամ, պատասխանեք իմ հարցին, ինչի համար? Եթե Երևան քաղաքի բնակիչը վճարում է 150 դրամ, երթևեկում է 30 կիլոմետր, իսկ պրոշենքի բնակիչը 250 դրամ վճարում, հիմա պետք է երթևեկում 10 կիլոմետր, ու չհասնի իր նպատակետին։ Ինչի հասնելու իր նպատակետին։ Ես խնդրում եմ հարցին ինչ է մեր հանդիպում։ Ուղղակի թող այս մասին մտածեին այս 30 տարվա ընթացքում, ոչ թե որ հարմարավետ տրանսպորտը մենք հետ ստացանք, այսօր որոշեց ինչ-որ մեկը կազմակերպություն չենք կարող է հանել, իրենք դիպը մտնել, եթե իրենք պատամես գիտակի չաչի համար։ Ինչի համար է պարան պետությունը 75,000 աշխատավարձ է տալիս։ Դուք եք նորմալ ինտանից դուրս է գալիս ուսանող, ինտանից դուրս է գալիս մյուս աշխատողը։ 5 ամիս, ինչով են գնալու եւ քանի տրանսպորտ են փոխելու։ Հաշվանդամ, 2 անց տանից, 2 անց, 2 կարգի հաշվանդամ։ Ամբողջ ոտքերս կոնստրուկցիայով հավաքած։ Ռայոնը մի օր մտածեց իմ մասին։ Ես միլիոններ եմ դրել, որպեսզի կարողանամ քայլել։ Դեղի փող տվեց ինձ։ Այդ ռայոնը մտածեց ես ոնց եմ ապրում։ Տարիներ շարունակ երբ որ ես ապրել եմ, ոնց եմ ապրել։ Թակել այն դուռը, ինչ գնով եմ աշխատել։ Ռայոնը որտեղ է, ես գործ ունեմ ռայոնի հետ։ 20 կիլոմետր պետք է գնամ, երբ որ 1 կիլոմետր կեսից ես կարող եմ Երևան մտնել։ 20 կիլոմետր գնամ, որ ես իմ հարցերը լուծեմ, ոչ բժշկություն կա, ոչ ինչ-որ ղեկավարություն կա, որ անձին դիմես, քո անձը պաշտպանելու համար քեզ օգնական լինի, ոչ մեկ չկա, մենք ենք մեր տերը, մենք ենք մեր անձի տերը, մեր ընտանիքը մենք պետք է պահել, ռայոնը չի բերում տալիս իմ արելախուն, որ ես կարողանամ պահել։ Պետությունը թող մտածի այդ մասին, 5 երեխա է դուրս գալիս, մարդիկը ներս գնում են դպրոց, ինչի տերը, որտեղից է այդքան տրանսպորտ։ Մեկի զայրը մի տեղ հասանելի լինի։ Սա աշխատում եք մեր ընտանիքները տանում, այս կազմակերպի համար են երեխաները Ուրա, հլա անոյն կանչիստեր, վերստեղ անոյն, արիստեղ, երկրորդ կարգի հաշվանդամ, էստեղ նայել, ձերքը, ամբողջ որովայնը, բացված է, ընտանիք չունի, եղբայր չունի, որ պահեն օգնեն, պետք է աշխատի, որ ապրի, ինչով է ապրում, այդ ռայոնը մի օր բերել է, տվել է, այդքան վիրահատություններ արվել է, մահամերձ մի ամիս պայքար ենք տվել հանրապետականում, ռայոնը 1000 դրամ տվել է, որ այս մարդին մի հատ դեղ առնեն, ռայոնն ուր էր, միլիոններով պարկ կա վրան դրված, ինչով աշխատի փայք այդ պարտքը։ Աշխատածը տա տրանսպորտին, 250 դրամ տրանսպորտին, աշխատածը տա դրամ, զորով ասում եք, ես այսօր այդ կտրոնը առել եմ, ինձ ձեր եք տալիս ըտենք դրամ, հիմա այդ կտրոններ են հանում, ես ինչ անեմ, այդ կան առել եմ, Մի հատ պայմանավորել հավաքել սևակի սենյակը 20 հոգանոց Եսի տրասպորտի եսի եմ ասում հավասանը, բարի ուղղա ես չանարի համադրը քուրը, բայց նրանք
Բանը լյուբոյ դեպք տրանսպորտի նման դեպք։ Աբարանի սարիկայի դեպքից է։ Մենք 5 կիլոմետր ապրող մարդը բնակիչ է, այսօր ասում են մեռեք, մի ապրեք։ Մինչև ժամը 7-ին մեռյալ դրություն։ Հանդիպեք այդ 20 եթե իրան այդ ձեզի դրական պատասխան չտան, դրական պատասխան ես ապցալ հայտարարել այդ 20 հոգի որտած հոգի են զանգ պատարելով, աստացի հոգի, մեկ ավելի ուժ է Եկա Մի շատ ամենով խնդիր նաև, որ բազմիցս դիմել եմ, երեք չառաջի օրը անգամ անցել եմ այս ճանապարհը մյուս կողմի վրա ոստիկանների հետ, բարեկային ոստիկանների հետ այստեղ։ Զրույց եմ ունեցել մի քանի անգամ, ասել եմ տվեք ինձ կոնկրետ հասցեն, կոնկրետ մարդը, որին ես կարող եմ գնալ, հանդիպել իմ դիմումով դիմել, որովհետև 150 բնակիչ մինիմումը 4 շնչից բաղկացած այս 3 շենքում ապրում է, պլյուս մանկական հիմնարկ մանկապարտեզ, 160 ծնող և պատկերացրեք ամեն ընտանիքից ոչ պակաս 2 երեխա, հաշվեք, այստեղ ապրում և աշխատում են, երեխաները սպառվում են այդ մանկականից և այնտեղ ուժ ամբուլատորա, այս բոլոր տարածքից օգտվում են, մարդիկ ինչպես անցնեն այս ճանապարհը, քանի մահվանների երկով ավարտվեց, ողջան Հարգելի լրագրողներ, ես օֆիցիալ հայտարարում եմ, եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեզ դրական լուծում չտվեցին, մեր ժողովրդի պահանջը չիրականացրեցին, 25 համարը չպահպանվեց, մեր ամբողջ ժողովուրդը Պալատիկը խփելու է դիկոլի տանդեմ է կայնելու է ավելի հիս ակցիաներ արել։ Շոշը բաղնելու է, չեք թողնելու ոչ մի բան։ Մենք հիմա հարգում ենք մեր ոստիկանների աշխատանքը։ Հիմա խնդրում եմ հարգելի պրոջանցիներ, բոլորս դուրս են գալիս, գնում ենք մեր պարոն Գաբրիելյանի մոտ գյուղապետարան, մեր 20 հոգանոց դիմ են տրելու, երկուշաբթի օրը 20 հոգին պետք է ներկայանա։ Եթե հարցի լուծում չտրվեց, մենք ավելի կոշտ գործողություններ ենք։ Սանի գամը, հա, ուժ հարգելի լրագրողներ, մեզ խոստացել են, որ մինչև մեզ իրանց հետ հանդիպումը, այս հարցի լուծումը չկայանալը, որոշում չկայացնել։ Ռոշան Ավանի 25 համարը գործելու է, եթե դա նույնպես չգործեց, խաբեցին մեզի, ուրեմն մենք չունենք իրանց ընդհանրապես ոչ հարգելու, ոչ ենթարկելու, ոչ չսելու։ Այո, գնացի։ Բոլոր երեխաներին էլ դուրս կբերենք մենք այստեղ։ Այո, մեծ ու փոքր այստեղ կանգնած կլինեն, կպահանջենք։ Ապրեք ձեզ։
Եկեք գնանք ով ցանկություն ունի թողա գնանք տրամադրեցիք ձեր ժամանակը մեզ Այսպիսով որոշումը կայացված է կընտրվի 20-ից 25 հոգանոց խումբ, որն էլ կհանդիպի երկուշաբթի օրը տրանսպորտի փոխնախարարի հետ այս հարցերի լուծման վերաբերյալ։ Եթե հարցերը չլուծվեն, պրոշյանցիները շարունակելու են բողոքի ակցիաները։ Երա ասելով ախպեր այսօր ժամի 7-ին ելել է ոստիկան դումնա, ամենաշատ դուք եք, ժողովուրդ է ելել։ Հասի ջուն են ախպեր։ Ժողովուրդ է եկել 2000 հոգի։ Այսօր 2000 հոգի, 7000 հոգի նիկստը են, այստեղ ստեղ 2000 հոգի ավակային, հայ երկու միշտեի կերեղա։ Գործ են։ Ախպեր լրիվ է գործ է, զորնիկը դարսը գործ է։ Ես այսօր ռուբերը ձերս թաղի տաղեն, հելել եմ աղորդել եմ տաղ։ Ես ոտազատ ու սակ ի խոսքով ժողովուրդ ջան, մենք մի հնարավորություն ենք տալիս, հիմա 25 համարը ասել են գործում է, թող գործի, ժողովրդի տեղահանում է, տեղափոխում է կատարի, այսօր են է գործելու, այո, միջև ես հարցի լուծումը խոստացածա, որ գործելու է, եթե չգործես, երկու շաբթի օրը մեր հանդիպումից հետո, հենց իրաց դեմ է, մենք ոչ մեկից վախենալու չունենք, իրանք է մեր պես մարդ է, շատ ես որ ատորես վաղասը։ Մեր ասելիքը կասեք, ու ամեն մեկս մեր զագերով բոլորին կոշկանեք կահանեք բոլոր։ Երի տեղա բոլեղա։ Այո։ Հիմա եկեք բոլորս 44 ատեն անդեք մնա Ժողովուրդը լրիվ սովոր է այդպեսին գնալ գալու։ Հիմա այսօր կգնան հոգի որոշ հոգեր են գնալու։ Երկու շաբաթ կառավար մեծ արժեքն է, ոչ թե մարդիկ այնքան աշխատավարձ չեն բախտանում, որ կարողանան 250 դրամ դառնել դրամաշեն։ Բայց գազինը վիճակումը չի, երկու հարյուր։ Ժողովուրդ ջան։ Որ 25-ը չհանի, մենք հետ քաշվեր ենք իրեն, հետ ենք քաշվել։ Այստեղ ինչ է, մենք կուլտուրական մարդիկ ենք, մենք գիտակից Միանշանակ։ այսքանն չեն։ Միանշանակ։ Վիճակը ելք չունի, ելք չունի, այո, ես լինելով հայ ինձ հաճելի չի, որ կամ ճանապարհ փակել։ Ես գիտեմ, որ մարդիկ հազար խնդրում են, բայց ես եմ մեր խնդրում, ուրիշ միջուկ չկա։ Ույն ու դիվիտ այդքանը կարող է։ Հիմա մենք հետ ենք քաշվում, չմտածում ենք, Չէ, Նայրա ջան։ Սրանից հետո իսկապես եմ ասում, եթե 25-ը մեզ չտրամադրեցին, ավելի վատ տարբերակներ ենք։ Միանշանակ։ Միանշանակ։ 25-ին ձեր չտան, մնացածը զուգահեռ քանի տրանսպորտ։ 25-ին ձեր չտան, ինքը մեզ հարմար է, ժողովրդի հարմար է, մեզ հաճելի է, մենք մեզ մարդիկ ենք, թող մեզ 10-րդ շարքի մարդ չսարքեն, ոչ մի գազելի անուշ չեն, զուգահեռ երկրորդական կլի, իսկ ընդհանրապես 25-ին ձեր չտան, իմ համար 25-ը օդը ջրպես պետք է, ես մոտ ուչ առաջ ասացել եմ, ունեմ հիվանդ կողմից 4 տարեկան, ես ամեն օր իրան խեցակով, նստացած 25-ը տեղավորում է երկու տրանսպորտ փոխելով հիվանդանոց են կարող իսկ ուրիշ տարբերակում չի, իմ համար դա պատահ խնդրանքս է, ուղղակի 25-ը չհանեն, մնացած է չանեն, եթե մարդկանց համար են ասել,
ես մենի մանունի չեմ, մարդկանց կողոց դա է, որ 20 որևէտև 30 տարվա մեջ ազնի բաճկները սկսել, թողում էր կիս տարոտը չի պասում, թույտան հանգիստ չջեք, ես որ մենք ամենք ես 1000 խնդրին մենք, բայց մենք եկել ենք կողոց ենք պակու, ճանապար ենք, աներ չգում ենք ընտանիքները, խնդիր չունենք, թույտան մեզ ընտանիքի խնդիրներով զբաղվում, ոչ թե այսուր քաղաքական հարցերով։ Մեզ դրատանի չեն մեր մասին իրանք մտածում, ինչի ուզում սակուշություն։ Մեզ դրատանի 20 Միջև է թողանեին, 30 տարվա ընթացքում թողանեին, երբ որ մենք 100 տաշորություն այդ ժամանակ թողանեին, մտցնեին, իսկ երբ որ մենք ունենք հարմարատեղ, արդեն որոշել են փոխել, կամ ինչ-որ բան է անել, թող այդ ինչ անում են, իրանք համար դա մարդկանց մի հատ ուսեմ բան, տեսնեն ինչ է, մի հատ մեր մեջ, մի հատ ոսեն, խնդիրը, բարկությունները, դժվարությունները, այսքան բան Սպասում ենք միայն դրական պատասխան։ Նախկինում որ գազելները շատ մարդկային պայմաններին չափազանց տնտի կեղտոտ հին, որ ժամին ուզում էին չշիներին, որ ժամին չէին ուզում չէին շիրին։ Եվ արկելված էր, աշտարակի գազելները մեզ չէին վերցնում, որովհետև չգիտեմ գողականի գիծեր, ինչեր, նույնիսկ դանակահարությունը այ ուրիշ տրանսպորտ նստեին անում, ռիսկ չէին անում մարդիկ բողոք էին, որ գազելը դուրս գա, որտեղ չգիտեմ ում գիծն էր, բայ լռեք, կսպանեն, հիմա մենք հազիվ ենք ազատվել դրանից, հիմա ինչ, նորից ինչ։ Եթե փոփոխություն կա, ապա փոփոխությունը պետք է լինի կամ համարժեք կամ ավելի լավ։ Սա է մեր համայնքով մենք միշտ աշխատել